Հետադետ հաղորդման շրջանակներում Մհեր Բաղդասարյանը զրուցել է Տիգրան Ժամկոչյանի և Արմեն Ալոյանի հետ Ռաբիսի մասին։ Star News-ը հետևեց եթերին։ Մհերի կարծիքով իր այս հաղորդման հյուրերը անարդարացիորեն գնահատված չեն, կամ նրանց երաժշտական ունակությունները ստվերում են մնացել Ռաբիսի պիտակի պատճառով։ Արմեն Ալոյանը խոսելով այս մասին, պատմեց նաև համերգից առաջ տեղի ունեցած միջադեպից և իր հիասթափությունից։ Ես Ռաբիս հասկացողությունը համեմատում եմ մարդու հագնվածի, խոսալու հետ։ Բայց ինչ-որ ժամանակ եկավ, որ այդ երաժշտությունը Ռաբիս ասելով գնաց։ Մարդ կա հասկանում է չի հասկանում, ասում է Ռաբիս։ Ես արդեն հոգնել եմ արդարից ու ոչ արդարից, գնահատողը գնահատում է։ Խումբ մաֆիա է դարձել, բոլորը մեկին են պաշտպանում։ Եղել են միջոցառումներ, որ ես չեմ մասնակցել, զանգել են, ինչի դու չկաս։ Երևի հարկ չեն համարել, պետք չեմ եղել, չկամ։ Համերգիցս առաջ մեկը մոտեցավ, գնդապետ ես ինչը ձեզ ուզում է տեսնել։ Ինձանից բան էր պահանջում, կամ այսքան, որ համերգը տեղի ունենա։ Ասեցի ոչ մի բան չունեմ ձեր հետ խոսելու։ Մոտիկ անձնավորություններ ունեի, որոնք ասել էին, ոչ մեկի խոսքը բանի տեղ չդնես, դու քո համերգը տուր, բայց ամեն ինչ ազդում է վրատ։ Կարող է ներվերիցդ, մտածմունքներիցդ ձայնդ քաշվի, դա ինձ սառեցրեց։ Տիգրան Ժամկոչյանը չնայած իր կատարմամբ ունեցած հայտնի երգերի և իրեն վերագրված Ռաբիզի ժանրին, նշեց. Տարբեր ժանրերում էլ եղել եմ։ Երաժշտության մեջ ամենակարևորը ճկուն լինելն է։ Ես կուզենայի հայտնի լինել ռոքի մեջ, ջազի մեջ, աշխարհի մասշտաբով, ինչի՞ չէ։ Մի բանը եթե անճաշակ է, չի նշանակում Ռաբիզ է, դա այնքան դժվար ժանր է։ Ես Ռաբիս շատ լավ բաներ եմ լսել ու մինչև հիմա եմ լսում։ Նշենք, որ Ռաբիսը կամ Ռաբիզը հայկական երաժշտական ժանր է, արևելյան, հիմնականում արաբական և մասամբ հայկական ժողովրդական երաժշտության տարրերով։ Անվան ծագման մասին համաձայնություն չկա, ըստ տարածված ստուգաբանության այն ծագել է ռուսերեն «Ռաբոչեե իսկուսստվո» արտահայտությունից, որը նշանակում է բանվորական արվեստ, այլ տեսությունների համաձայն ունի թուրքական կամ արաբական ծագում։ Ռաբ բառը արաբերենում նշանակում է ստեղծող կամ աստված, իսկ ազիզ բառը՝ սիրելի։ Ռաբիս հասկացողությունը գործածության մեջ է մտել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, արվեստի աշխարհն ի մի բերելու և արվեստագետներին մեկ կազմակերպության մեջ միավորելու նպատակով։ 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց ԾՍՀՄ արվեստի աշխատողների արհմիությունը և համապատասխանաբար Ռաբիզի հայաստանյան տարածքային բաժինը։ Որոշ ժամանակ անց ստեղծագործական միություններ կազմավորվեցին, իսկ դրանից հետո արվեստագետներն ու գրողներն ըստ ոլորտների առանձնացան, և Ռաբիսը աստիճանաբար վերածվեց հարսանիք կամ հուղարկավորություն սպասարկող սիրողական երաժիշտների հիմնարկի ու կարճ ժամանակում դարձավ այստեղ-այնտեղ թափառող քոչվորական երգի հավաքագրման ու զարգացման կենտրոն։ Այս ժանրի ներկայացուցիչներն ու նրանց ունկնդիրները պաշտոնապես սկսեցին համարվել մարգինալ շերտ, իսկ երաժշտությունը համապատասխանաբար մարգինալ։ Երաժիշտներին թույլ չի տրվել մուտք գործել ռադիո և հեռուստատեսային ալիքներ, և նրանք չեն լուսաբանվել լրատվամիջոցներով։ Ռաբիզը տարածվում էր գաղտնի երեկույթների և այլ տոնակատարությունների միջոցով, որտեղ երգվում էին այդ ժանրի երգեր։ 1980-ականներին վերակառուցման ժամանակ Ռաբիզը նորից սկսեց տարածվել բնակչության մեծամասնության շրջանում։ ԽՍՀՄ-ի փլուզումից և Հայաստանի անկախությունից հետո Ռաբիզ երաժշտությունը դարձավ ավելի մասսայական և այլևս մարգինալ չէր համարվում։ 1990-ականների կեսերին սկսեցին հայտնվել հեռուստատեսային տարբեր հաղորդումներ, որոնցում հրավիրվում էին Ռաբիզ կատարողներ, սկսեցին թողարկվել ալբոմներ և ձայնաժապավեններ, այս ժանրի շատ երգեր դարձան հիթեր։ 2000-ականների կեսերը դարձան Ռաբիզի ժողովրդականության նոր գագաթնակետը։ Հայտնվեց Ռաբիզի ենթաժանրը՝ էստրադային Ռաբիզը, հաճախ այն անվանում են նաև հայկական փոփ երաժշտություն, որի կատարումը նման էր դասական ձևին, բայց առանձնանում էր ավելի մեղմ հնչողությամբ ու էլեկտրոնային երաժշտության և այլ երաժշտական ժանրերի համադրությամբ։ Քննադատների կարծիքով Ռաբիզը արաբական կամ թուրքական ծագում ունի։ Դա բացատրվում է նրանով, որ այս ժանրի շատ երգեր նմանություններ ունեն թուրքական արաբեսկ ժանրի երգերի հետ։ Վոկալ հնչերանգը սովորաբար երգում է տոները և ընդօրինակում է ավանդական, ինչպես նաև հիմնական վոկալ ոճերը, ինչպես լսվում է թուրքական կամ արաբական երաժշտության մեջ։
Երբ երգիչը երգում է, հիմնականում մեղեդու հետ միասին մի տեսակ իմպրովիզացիայով, սովորաբար վիբրատոյով, եթե հնարավոր է։ Ռաբիզը սովորաբար կատարվում է նվագախմբի հետ, որը բաղկացած է վոկալիստից, ստեղնաշարահարից, դուդուկահարից կամ կլարնետահարից, կամ երկուսն էլ և դհոլահարից։ Վերջին տարիներին սինթեզ է նկատվում ռաբիզի և այլ ժանրերի մեջ՝ փոփ, հիփ-հոփ, էլեկտրոնային պարային երաժշտություն և այլն։ Երգի թեմաները հիմնականում սիրո, այդ թվում անպատասխան սիրո, կարոտի, տխրության, վշտի ու ցավի մասին են։ Հայաստանից դուրս ռաբիզը տարածված է հայկական Սփյուռքի շրջանում, հատկապես Ռուսաստանում և ԱՄՆ-ում, հիմնականում Լոս Անջելեսում և Գլենդելում։ Ռաբի ժանրը պարունակում է ինչպես ընդհանուր ժարգոնային արտահայտություններ, այնպես էլ փոխառություններ օտար լեզուներից և հատուկ հասկացություններից։ Որոշ հայտնի օրինակներ՝ Քյարթու՝ ռաբիզի հասկացությունների համաձայն ապրող մարդ, Ցավդ տանեմ, սրտիդ մեռնեմ, կյանք ջան, Կոչ սիրելիին կամ գրավիչ աղջկան, Նանար՝ գեղեցկուհի, Կայֆոտ՝ լավ, զիլ, Լոքշ ձանձրույթ, Նատուրի՝ իսկապես, Անկապ, անիմաստ։ Շատերի բացասական վերաբերմունքը ռաբիզ սիրող մարդկանց նկատմամբ նրանց արտաքին տեսքի, ապրելակերպի և մտածելակերպի վերաբերյալ կարծրատիպերի մեջ է։ Նրանց մեջ են չափից դուրս շքեղությունը, արևային ակնոցները, սպորտային հագուստը, ոսկեշղթան կամ խաչը, նեղ, բարձրակրուն կոշիկները, ծիծաղ։ Ժարգոնը՝ գերիշխող առնականություն կամ ուժեղ կանացիությունը։ Հայտնի կատարողներ՝ Արամ Ասատրյան, Թաթուլ Ավոյան, Սպիտակցի Հայկո, Հայկ Ղևոնդյան, Թաթա Սիմոնյան, Փոլ Բաղդասարյան, Արմեն Ալոյան, Տիգրան Ժամկոչյան, Արմենչիկ, Արման Հովհաննիսյան, Արտաշ Ասատրյան, Տիգրան Ասատրյան, Արկադի Դումիկյան։ Ռաբիզ, Ռաբոչայե իսկուսստվա, աշխատավորական արվեստ, աշխատավորական էն արվեստը, որը դուրս մնաց ստեղծագործական միություններից ու ծվարած մնաց Մարքսի փողոցում։ Կիրառական նշանակությամբ որպես ուրախության ու սգի երաժշտություն։ Իսկ ջազի պես։ Ջազն էլ, ռաբիզն էլ թաղումներից են առաջացել, երկուսն էլ իմպրովիզացիայի արվեստ են։ Միայն թե ջազի բախտը բերեց, ծնվեց ու ապրում է ազատ երկրում, ուր երաժշտական ազատության վրա դիկտատ չկա, ու ճյուղավորվեց, մի քանի ուղղություններ ունեցավ, հանճարներ ու աստղեր տվեց։ Ջազի մասին պատմող մի ֆիլմում այսպիսի խոսք կա. ԱՄՆ-ի կոնսերվատորիայի պրոֆեսորները ասում են. «Ինչու չի ծնվում ամերիկյան Բեթհովենը»։ Նրանք չգիտեն, որ ամերիկյան Բեթհովենը ծնվել է, նվագում է կաբակներում Լուի Արմսթրոնգը։ Իսկ Հայաստանում ռաբիզը ընկավ մտավորական վերնախավի քացու տակ։ Չթողեցին, որ ռաբիզը իր Բեթհովենը ունենա։ Մասնագետները, երաժիշտներ ու ազգագրագետներ մոտ չեկան ռաբիզին, զբաղվել ռաբիզով, ուսումնասիրել ռաբիզը, նրա ուղղությունները, մտցնել ինստիտուտներ, ձայնագրել, չէ, հոբ, արդեն կվիրավորվեր մասնագետի մասնագիտական արժանապատվությունը։ Ռաբիզը մերժվեց, ինստիտուտների ծրագրերում չես գտնի ռաբիզ, չի եղել, չկա, իսկ թե ինչ-որ տեղ մնացել է, պիտի վերացնել։ Ռաբիզը մնաց անտուն, անտեր ու անտիրական, ցածրակարգ մշակույթի, կնիքը ճակատին խեղճացավ ու որ ապրի, չմեռնի կորցրեց անձողի կյանքի փիլիսոփայական կոնտեքստը, ընկավ միլիոններ շինած ցմփորների ձեռը և վերածվեց ջանբալես կամ սիրուն աղբեր Աշոտիկ երգերի, աշխատավորներն ու քյասիբներն էլ մնացին էս դառը կյանքում առանց երգ։